Այսօր այն չէ Ադրբեջանը այդքան շատ ուզում է փախստականներին բերել։ Կամ նկատել եք ինքը որտեղ է ուզում սրանց տեղակայել։ Հիմնականում Հայաստանի հյուսիսային սահմաններում։ Ինչի համար, որովհետեւ դրանք վաղը մյուսով վինտիլի տեր խաղան։ Հասկանալի է, չէ՞ որ խաղաղ բնակչություն չի գալու։ Այդ փախստականի անվան տակ գալու են ինքը ամեն տարի միայն այս տարի կարծեմ մոտ 20,000-ով ավելացրեց կոմանդո ջոկատները։ Ում թեմ են ուղղվելու այդ ջոկատները։ Իհարկե։ Խաղաղ փախստականի անվան տակ գալու են Հայաստանի հյուսիսում նստեն։ Ու պիտի փակեն այդ վինտիլները։ Այսինքն Հայաստանին միանշանակ սպասվում է Արցախի ճակատագիրը։ Էլի եմ առիթ ունեցա ասելու, Արցախը դա ընդամենը փոքրիկ լաբորատորիան էր, որտեղ փորձարկեցին ինչպես կարելի է ավելի խաղաղ, ավելի քիչ այրունով ցեղասպանություն իրականացնել։ Եվ իրենց մոտ ցավոք սրտի ստացվեց։ Արցախը հայաթափեցին, Արցախը վերցրեցին, Արցախից մեզ զրկեցին։ Այն նույնը արվում է Հայաստանում այսօր։ Ու արվում է բոլորիս աչքի առաջ ու նաև բոլորիս լուր համաձայնությամբ կամ անկորձությամբ, որը նորից հասկանում եք նման իրավիճակներում անկորձությունն է հանցանք։ Իհարկե։ Ու այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը ցավոք սրտի եւ նաև շատ ակտիվ այսպես քաղաքական գործիչներ, որոնք ուղղակի սպասարկում են սրանց շահերը թեկուզ քննադատելով։ Այսօր բոլորով տանում են մի այնպիսի իրավիճակ, որը կբերի Արցախի ճակատագրի կրկնությանը։